Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 27-ի համար։ Օրը երեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 27-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ որտեղ եք գնալու, երկար մնալու, ինչ որ բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած, նաև տատանվում եք այդ օրը դիմեք ոչ թե մասնագետի, թե ոչ, թե էլի սպասեք։ Նաև կարող մասնագետը ձեզ ինչ որ մի բան է ասում եւ դրա հիման վրա եք դուք տատանվում։ Ձեզ ինչ որ կասկածների մեջ եք գցում կամ ինչ որ մի բան է առաջարկում։ Եվ օրվա ընթացքում նաև կարող եք ստանալ երկար սպասված ոչ թե նամակ, լուր, տեղեկատվություն, ոմանք կարող են փաթեթ նաև ստանալ, ինչ-որ փաստաթուղթ եւս, եւ դա կարող է ձեզ համար ինչ-որ հույս է արթնացնում։ Կամ այդ օրը նաև հույսով եք, որ կստանաք այն փաստաթուղթը կամ այն տեղեկատվությունը, որին երկար էիք սպասել։ Եվ մտքեր ունեք, մտածում եք անընդհատ դրա մասին, մտածում եք ինչ-որ մի բանի մասին, այդ հույսն է ձեր մոտ, հույսն է դելեք ինչ-որ մի բանի վրա եւ դրա մասին եք անընդհատ մտածում ու մտածում օրվա ընթացքում։ Եվ ժամը ձեզ համար շատ կարեւոր է երեկոյան, կամ այստեղ ինչ-որ մեկը ուշ ժամի է տուն գալու, կամ սպասում եք, որպեսզի գան, մտածում եք ինչ եղան, դեռ ժամը արդեն բավականին ուշ է։ Եվ կարող է ժամ եք պայմանավորվել երեկոյան պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 27-ին։
Հարգելի ցուրեր, առավոտյան հանդիպում կամ շփում ունեք որևէ տղամարդու հետ կամ տղայի հետ, նաև որոշ խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարեք առավոտյան եւ ցերեկը այստեղ վեճ է։ Վեճից հետո կարող ինչ-որ մեկը իրան վատ զգալ, նաև հիվանդանոցի կարիք լինի եւ այլն, հա, ինչ-որ ուժեղ վեճ է կարծես թե։ Եթե չեք ուզում նման բան, ուրեմն պետք է չվիճեք ոչ ոքի հետ այդ օրը։ Եվ նաև այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն կանեն, ոմանց կհրավիրեն հարսանիքի, ոմանք կպատրաստվեն նման գործողության կամ տանը ինչ-որ կարևոր առիթ է, դա պետք է նշեք, այդտեղ ամուսինների կամ ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ մի բան կարող է նշում եք այստեղ, որտեղ տանը իրադարձություններ կան, երեկոյան իհարկե, եւ նաեւ կողմ եք այլ տուն եք գնում։ Այստեղ կարող են նաեւ գալ ձեզ առաջարկել օրինակ կնքահոր, կնքամոր դերում լինել։ Նաեւ ընտանիքի անդամներից մեկը կարող է ասել, որ ուզում է ամուսնանալ։ Եվ ինչ որ մի կին է, ձեզ հարազատ կին է, իր հետ կամ ելք եք փնտրելու, կամ ինքն է ելք փնտրելու, ձեզ է դիմելու ինչ-որ մի հարցի համար։ Եվ օցեր կան երեկոյան, օցեր, չար խոսակցություններ, բամբասանքներ, հնարավոր է նաև այդ կնոջ մոտ է նման խնդիր եւ ձեզ հենց խորհուրդ է հարցնում, ինչ անել, որ այդ բամբասանքներին տեղի չտալի վերջո։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 27-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, կամ 3 ամիս կուշանա, կամ 1 ամիս մի քանի օր այդպես։ Նաև հանդիպում շփում ոչը մասնագետի հետ այդ օրը եւ ինչ-որ մի լուսավոր մի բան կամ ինքը ձեզ կասի, կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, ինչ-որ շատ կարևոր մի բան։ Նաև օրվա ընթացքում սպասում եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, բայց այստեղ օց է կամ չի գալու, կամ օցություն է անում, որ դուք սպասեք երկար եւ այլն այստեղ։ Իրոք հնարավոր է որ չգա։ Ուղղակի ձեզ սպասացնել տա ինչ-որ մի հարցում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 27-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հաջողություն ունեք։ Ինչ որ երկար սպասված նամակ է, տեղեկատվությունը, որը ձեզ համար նոր դռներ է բացում, կարծես թե։ Եվ տանը իրադարձություն ունեք կամ առիթ է, կամ տան հետ կապված ինչ որ բաներ են, այստեղ կամ պետք է տուն նայեք կամ եւ այլն, նաեւ տեղափոխություն բնակարանի, ոմանք նաեւ գնում եք ինչ որ մեկի տուն առիթի եւ գաղտնիք կարող է բացահայտվել շատ այդպես ոնց որ փուչկի նման պայթի այդ գաղտնիքը եւ կսկսեք տատանվել նաեւ դա կարող է լինել խաբեություն դուք կարող եք զգալ այդ խաբեությունը եւ սկսեք տատանվել եթե պետք է ինչ որ մի բան ստորագրեք եթե ինչ որ բաներ են ձեզ խոստանում որը խելքի մոտ չէ սկսեք տատանվել օրվա ընթացքում նաեւ կարող եք օրվա վերջ ինչ որ միտեղ կարող գնալ երկար մնալ կարող պարապում եք, կարող ինչ-որ մի բան եք կամ հայ երկար նստում եք ինչ-որ մի տեղ կամ մեկի տանը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 27-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը առավոտյան մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բաների մասին կմտածեք, ինչ-որ մեկի մասին։ Նաև էմոցիոնալ կարող եք լինել եւ այդ էմոցիաներից կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել։ Էմոցիաները տեղի տան։ Ամենայն դեպս ինչ էլ որ լինի, հաջողությունը ձեր կողմում է լինելու, այնպես որ եթե թեկուզ վիճեք, հաջողության կհասնեք։ Ամենայն դեպս այդ օրը հաջողություն ունեք, ինչ-որ դռներ են բացվելու ձեզ համար։ Նաև հանկարծակի լուր կլսեք օրվա վերջ նաև բարի լուր կլսեք օրվա վերջ երկու տարբեր լուրեր կարող եք լսել նաև լավ լուր որպես այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնայինք կույսերին Ինչ է սպասվում կույսերին մայիսի 27-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը որոցը մասնագետի կարող եք դիմել, մասնագետի հետ կարող եք խոսել, նաև որոցը միտեղ կարող եք գնալ երկար մնալ, սպասել ինչ-որ մի բանի, նաև հաջողություն ունեք այդ օրը, ինչ-որ դռներ են բացվելու կամ ինչ-որ մի լավ բան տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 27-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը առավոտյան ժամը ձեզ համար շատ կարևոր է, ոմանք շուտ պետք է արթնանան, ոմանք ուշ արթնանալ, նաև ժամ եք պայմանավորվել, որ բնակարան նայեք և ձեզ համար շատ կարևոր է։ Նաև օրվա ընթացքում շատ լավ լուր կլսեք և ինչ-որ հարցից ելք կգտնեք, ինչպես հարցին լուծում տալ շատ հաջողությամբ և անսպասելի նաև, որ ինչ-որ լուսավոր մի բան տեղի կունենա և դուք այդ հարցին կկարողանաք ի վերջո լուծում տաք այն ինչի մասին, որ մտածում եք, ինչ-որ ձեզ համար խնդիր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 27-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ մեկ ունեք հիվանդանոցում պարկած եք կամ կարող իմանալ, որ հիվանդանոցում այդպես հուզված կարող նաև գնալ խոսել մասնագետի հետ, բժշկի հետ, նաև մեկ այլ մասնագետի հետ, կարող դեղատուն եք գնում, դեղատան հետ աշխատողին է կարող ցույց տալիս, ոնց որ արագ վազում եք դեղատուն ինչ-որ դեղ գնելու համար։ Օրվա ընթացքում նաև ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել, հնարավոր է, որ տղա է։ Համենայն դեպս վեճը կա և հանդիպում շփում որից է տղայի հետ և
օձեր կան նաև, կարող է այդ օձերն են մեղավոր այդ մարդու հիվանդանոց ընկնելու պատճառը կամ ուղղակի իրեն վատ զգալու պատճառը։ Եվ երեկոյան ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 27-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ հարցում ելք եք փնտրելու, բայց ուրախ եք, երևի կգտնեք այդ հարցի լուծումը կամ ինչ անել, ինչպես անել։ Ոմանք նաև այստեղ կարող է ուրախ են, որովհետև ձեզ հարսանիք են հրավիրել, ձեր երկրորդ կեսից որոցը տեղեկատվություն ունեք, նաև ընտանիքի անդամներից որոցը մեկն է կարող է ձեզ գրում, ում հետ որ շփում չկար, նաև սա ինչ-որ մի տեղեկատվություն է, որը որ կլսեք ձեր երկրորդ կեսից։ Ոմանք այստեղ հրավերք կստանան հրավիրատոմս, որը առիթի մասնակցելու համար, այստեղ հարսանիք եւ այլն։ Նաև ինչ-որ մեկին կարող եք լուր լսել, որ ինչ-որ մեկին ամուսնության առաջարկ են արել, սա ձերը չի։ Սա ձեզ չն ամ, սա ինչ-որ մեկին առաջարկություն են անում ամուսնության կամ նաև պատրաստվում է հարսանիքի։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան, հնարավոր է նաև մի փոքր ավելի երկար մնաք աշխատանքի վայրում, նաև աշխատանքի ընդունվեք եւ այստեղ կարիերայի փոփոխություն է նաև տեղի ունենում, բարձրունք, փոփոխություն բավականին մեծ, ինչ որ կարող է նաև ավելի ամրացնում ձեր դիրքերը ձեր աշխատանքի վայրում։ Նաև ոմանք այստեղ պետական հիմնարկության հետ կարող են, աշխատող հետ կարող են հանդիպել, այդ օրը խոսել, զրուցել, ինչ-որ մի բան պայմանավորվել։ Ամենայն դեպս կարիերայում առաջ խաղացում կար, այն ինչ որ կանգնած էր, կարծես թե այդ դա առաջ կգնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 27-ին։
Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ հույսով եք արթնանում, հույսով լցված եք ինչ-որ մի հարցի հետ կապված, նաև ուշադիր եղեք այստեղ ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, կամ ձեր սիրելի կամ ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, և տատանվում եք օրվա ընթացքում ինչ-որ մի բան ձեզ կտանջի, ինչ-որ բան է փակ էստեղ, ինչ-որ բան չի ստացվում, դա կապված է կարծես թե հանկարծակի լուրից և ի վերջո թե ինչպես կբացվի այն, թե ինչ կլինի, ձեզ այնց էլ է կախված, կարողանաք այն անել, թե ոչ, նաև ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա այդ օրը ձեզ հետ, ինչ-որ մի լավ բան, և օձեր կան այդ օրը, օձեր, բամբասանքներ, չար խոսակցություններ և այլն, կամ այդպես վերաբերմունք ձեր նկատմամբ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսների մայիսի 27-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև կարող եք ծախսել գումար, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան այդ օրը, ձեր գործերը կմղեք առաջ, չի լինում մղել առաջ, դրա համար էմոցիոնալ եք, ինչ-որ մի բան չի ստացվում ձեզ մոտ այդ օրը մղել առաջ, դրա համար էմոցիոնալ կամ էմոցիաներն են խանգարում, որ ձեր գործերը մղեք առաջ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 27-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, ոմանց նաև ամուսնության առաջարկ կարող են անել, ոմանք նաև այստեղ ձեր ամուսինն է, ձեր տղան է վերադառնում, այսպես կարող է իրենց, կամ հարազատ է, հայրն է ձեր եւ այլն ընտանիքի անդամ, եթե դուք արդեն իսկ ամուսնացած եք։ Նաև դա կարող է լինել ինչ-որ մի տղա է, ով որ ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ։
Նաև օրվա ընթացքում օձեր կան, որոնք որ ձեզ համար ստեղծում են որոշ խոչընդոտներ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։